ինչի է մարդիկ խոսում անվտանգության մասին։ Որովհետև նաև իշխանությունը ամեն օրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրը անվտանգ չի, սպառնում է պատերազմով։ Ես անցել եմ նախագահ ժամանակ 2 ընտրություններով։ Մտքովս չէր անցնում, որ ես կարող եի ասել, թե եթե ընտրվի ընդդիմությունը, ապա պատերազմը սկսելու։ Չի եղել, մտքովս չէր անցնում։ Որովհետև այդպիսի հայտարարություններով դու քայքայում ես քո սեփական երկիրը։ Միգուցե ինչ-որ մի քանի քվե ավել ստանալու համար։ Հիմա առաջնորդի խնդիրը մի քիչ ավել քվե ստանալն է, թե երկիրը կայուն պահելը, ժողովրդին հանգիստ վիճակում պահելը։ Այսօր պատերազմի թեմա հրահրողը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենօրյա ռեժիմով այս իշխանությունն է։ Եվ մի մարդ, եթե մի բան 100 անգամ ասում է, վերջում 101-րդ անգամ կարող է իսկապես դա լինի։ Եվ լինի իրենց պատճառով, իրենց մեղքով։ Որտեղ վախեցած մարդը միշտ փայ է դառնում, եթե թշնամիներ ունի, վախեցած մարդը այդ թշնամու փայ է դառնում։ Ուրեմն պետք է ընտրենք մի քաղաքական ուժ, մի առաջնորդ, որը ձեր տեղ ինքն է մտածելու անվտանգության մասին եւ որը ընդունակ է այդ անվտանգությունը ապահովել։ Իսկ մեր ժողովուրդը մտածի իր առօրյայի մասին։